Նախ այսօր ամփոփվում է Արարատյան շաբաթը, գիտեք, որ այս շաբաթ հագեցած էր տոներով, որոնք ներկայացնում են այն իրողությունները, պատմական եւ հոգեվոր իրենց խորհուրդներով, որոնք տեղի են ունեցել Արարատյան դաշտում, Հռիվսիմյանց տոնը, Գայանյաց տոնը, Սուրբ Շողակաթի տոնը եւ այսօր ամփոփվում են այս տոները Մայրաթոր կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնով եւ սա այս տոնը մշտապես մեր ժողովրդի համար, մեր հավատացյալների համար եղել է ուխտագնացության օր։ Պարզապես այս տարի բացառիկ է այն առումով, որ նաև այսօրվա առիթով հանվել են 7 սրբություններ Մայրաթորում պահվող ժողովրդի երկրպագության համար եւ նաև այսօր մենք ունենք շատ մեծ հոծ խմբեր մարդկանց ուխտավորներ, որոնք որ տարբեր հատվածներից մեր երկրի գալիս են Մայրաթոր մասնակցելու Սուրբ Պատարագին եւ խոնարհվելու այս սրբություններին։ Այս առումով բոլոր այս սրբությունները տարվա ընթացքում տարբեր տոների առիթով միշտ էլ դուրս են բերվել ժողովրդի երկրպագության համար, բայց բացառիկ է այն իմաստով, որ այս 7 սրբությունները այսօր առաջի անգամ է, որ այսպես բոլորը միասին են դուրս բերվել մեր ժողովրդի երկրպագության համար։ Իսկ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի տոնը այսօր մեզ համար հոգևոր նորոգության, ուխտագնացության, մեր ինքնությունը վերարժևորելու, վերաիմաստավորելու առիթ է, որովհետև Մայր տաճարը բոլոր աշխարհասփյուռ մեր ժողովրդի հոգևոր տունն է, որտեղից որ ծնվել ենք բոլորս իբրև քրիստոնյաներ եւ այսօր մեր ժողովուրդը, մեր հավատացյալները գալիս են իրենց խոնարհումը բերելու եւ նաեւ իրենց ուխտը նորոգելու Մայր տաճարում։ Տեր հայր, այս տարի բացառիկ է նաև նրանով, որ տոնը նշվում է մի պայմաններում, երբ իշխանությունների կողմից ակնհայտ հարձակում կա հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, տեսախցիկների նայելով, բայց պատասխանեք Տեր հայր, սա ինչով եք պայմանավորում, այս հարձակումը ինչ խնդիր են փորձում լուծել սրանով։ Դե շատ դժվար է հիմա մեկ բառով նկարագրել ինչ խնդիր են լուծում, այս ամբողջ ընթացքը վերջի այս ամիսներին կամ վերջի այս շրջանում տեղի ունեցող իրադարձությունները բոլորիս աչքի առաջ են եւ տարբեր առիթներով Մայրաթորը հայտարարություններով հանդես եկել է, դիրքորոշում արտահայտել է, պարզապես պիտի արձանագրենք, որ ցավալի է, որ մեր իրականության մեջ կարող են այսպիսի դրսևորումներ տեղի ունենալ, տեղ գտնել, բայց գիտեք, որ Մայրաթորը Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ կանգնած է եղել ամուր եւ արդեն ինքը վկայություն է մեր հաղթական հոգու ամրության, քրիստոնեական հավատքի, մեր ամուր դավանանքի եւ կարծում եմ, որ այս փորձություններն էլ կանցնեն եւ այսօր մեզ համար շատ ավելի կարեւոր է Էջմիածնի խորհրդով զորացած շարունակենք մեր կյանքը կերտել, մեր հայրենիքը ավելի ամուր, հաստատուն պահել եւ նաեւ մեր հոգեվոր կյանքը ավելի անվտանգ դարձնել։ Իսկ տեսնում եք մարդկանց մեջ ակնապ, ասենք վախի մթնոլորտ, որ իրենք ավելի շատ հակված են դեպի եկեղեցին, ավելի շատ գան, քան երբևէ, քան նախկինում, քան իշխանությունների այս արշավը։ Գիտեք, վերջի շրջան ասելով նկատի չունեմ օրեր կամ ամիսներ, վերջի շրջանում մանավանդ հետ պատերազմի այս շրջանում մեր եկեղեցիներում մենք նկատում ենք, որ մարդկանց հոսքը շատ ավելին է եւ մարդիկ եկեղեցիներում մանավանդ պատարագներին մասնակցությունը մարդկանց դրա լավագույն ցուցիչն են եւ տեսնում ենք, որ մարդիկ շատ ավելի այսպես ակնածանքով, հավատքով, խորը ակնկալիքներով, հոգևոր ապրումներով մասնակցում են պատարագներին, մարդկանց հոսքը ավելի շատացել է բնականաբար։ Ի վերջո, որ պահից է քաղաքական իշխանության եւ եկեղեցու միջև այդ անջրպետը ստեղծվեց մեր հայ առաքելական քաղաքական եկեղեցու գործունեությունը հակասում է իրենց այդպես ասած իրական Հայաստանի մոտեցումներին։ Իրականում հայ առաքելական եկեղեցին բոլոր ժամանակներում միշտ իր առաքելությունը իրականացրել անշեղորեն եւ այստեղ որևէ փոփոխություն չի եղել երբևէ հայ եկեղեցին մշտապես քարոզել է ավետարանը քրիստոնեական ճշմարտությունները հոգևոր կյանքի ամրությունը սա մեր առաքելության հայ եկեղեցու առաքելության ամենակարևոր իրողությունն է եւ դրա հետ զուգահեռ բնականաբար ազգապահպան առաքելությունը հայ եկեղեցում
եւ Հայաստանում, եւ Սփյուռքում մանավանդ, այսինքն եկեղեցու գործունեության առումով որևէ բան չի փոխվել։ Իսկ թե ինչու քաղաքական իշխանությունները այստեղ որտեղ են խնդիրներ տեսնում, գուցե իրենք շատ ավելի հստակ կարող են ձևակերպել կամ արդեն փորձել են այս ընթացքում ինչ-որ ձևակերպումներ տալ, իհարկե երբեմն նաև շատ հաճախ հեղաթյուրելով իրողությունները, բայց հայ եկեղեցին անշեղորեն իր առաքելության ծիրից ներս է եւ այստեղ երբևէ որևէ բան չի փոխվում։ Ամեն տարի նշվում է Էջմիածնի տոնը, բայց այս տարի հատուկ նշանակություն է տրվել այդ թվում վերջին զարգացումները հաշվի առնելով, բայց քիչ առաջ քահանաներից մեկն ասաց, որ պարտադիր չէ բոլոր թեմերի առաջնորդները լինեն այսօր այստեղ եւ պարտադիր չէ այս ժամին լինեն, նրանց ոչ ոք չի կարող պարտադրել, կարող են գալ, կարող են չգալ, կարող են ավելի կարևոր գործեր ունենալ, ճիշտ եմ հասկացել, այսինքն կարող են նաև չգալ այսօրվա թեմերի առաջնորդները ընդհանուր առմամբ բոլոր եպիսկոպոսներին սպասել այսօր այս միջոցառմանը։ Ես կարծում եմ սովորաբար Մայրաթորի կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին մեր միաբանները, թեմակալ առաջնորդները եւ տարբեր թեմերում ծառայող մեր հոգեվորականները գալիս են Մայրաթոր ուխտագնացության։ Հիմա ես չեմ կարող ասել ովքեր որ չեն գա կամ ովքեր այս բան կվեց, սովորաբար մեծ մասամբ թեմակալ առաջնորդները այսօրը նաեւ գալիս են Մայրաթորին Մայրաթոր մասնակցելու Սուրբ Պատարագին։ Ասած հատուկ հանձնարարություն չի իջեցվել, որ բոլորը այսօր այս ժողովրդի ամբողջ բազմությունը, բոլոր մեր ուխտավորները եկել են այսօր առանց որևէ պարտադրանքի, եկել են հենց ուխտը նորոգելու եւ եկել են մասնակցելու եւ այդ թվում նաեւ հոգեվորականները։ Ինչ է կարծում իշխանությունը այսօր որևէ կերպ կխոչընդոտի։ Ինչին պիտի խոչընդոտի։ Կմասնակցեն։ Ես չգիտեմ ճիշտ ասած, կմասնակցեն թե ոչ։ Չեմ կարող։ Բայց ամեն դեպքում իշխանությունները գրելով իրենք անձնականացնում են, կոնկրետ սրբազանների անուններ են տալիս վեհապարի։ Ինչպես է նայում այս ամենին Մայրաթորը։ Չհասկաց, ինչին են։ Կոնկրետ սրբազանների անուններ է նշում Նիկոլ Փաշինյանը, կոնկրետ հայհոյում է կոնկրետ սրբազաններին։ Ինչպես է նայում։ Դե արդեն այսինքն այս իշխանական իշխանությունը նրա ձեռքում է, թե ընդհանրապես հենց այդ երկու անձանցից է շատ վախենում։ Եվ ինչու է վախենում, եթե վախենում։ Դե արդեն իրեն հարցրեք ինչի է վախենում կամ ինչն է պատճառը, ես անկեղծ չգիտեմ, ես չեմ կարող այդտեղ տրամբանել կամ որևէ հերյուրանքի մեջ տրամբանություն չի կարող լինել։ Ամեն դեպքում բոլոր ժամանակներում էլ մենք տեսել ենք այսպիսի մեծ կամ փոքր մասշտաբներով հարձակումներ եւ կարծում եմ էս էլ կանցնի։ Ասում են ես առաջնորդելու ձեր դեմ արշավը։ Ով։ Դուք չեք վախենում դրանից։ Վահագն Ալեքսանյանն մենք մեր առաքելությունն ենք իրականացնում եւ դա անում ենք առանց վախի եւ առանց ընկրկելու։ Կարծես թե այսպես տարանջատում է հստակ մտցնում իշխանությունները, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանը, կուսակրուն եւ ամուսնացյալ հոգեվորականների միջև եւ հնարավոր համարում եք, որ փորձ է արվում ներքին պառակտումներ մտցնել եկեղեցու ներսում։ Միանգամից եթե ասեմ, դա չի հաջողվելու, որովհետև հոգեվորականները, թե ամուսնացյալ, թե կուսակրուն հոգեվորականները այստեղ համախմբված են եւ միաբան են եւ այդ այսպես էժան մանիպուլյացիաները չեն աշխատելու երբևէ նման հույս պետք չի ունենալ։